եթե Իտալիայում վերածնունդը սկսվեց իբրև մտքի, հոգու եւ ինչ-որտեղ գաղափարախոսության թռիչք, ապա Անգլիան արեց այն, ինչ որ միշտ անում է Անգլիան։ Նա վերածնունդը դարձեց համակարգ։ Այսինքն, եթե մենք ունենք գաղափարախոսություն, որի կենտրոնում մարդն է, եթե մենք ունենք մտածողության տիպ, որի կենտրոնում մարդն էր, ապա այս դեպքում մենք սկսեցինք ունենալ որոշակի հանրային եւ հասարակական համակարգ, որի մեջ մարդը համաձայն վերածննդի ստանդարտների եւ համաձայն վերածննդի գաղափարական կռվամների փորձում էր գտնել իր տեղը եւ իհարկե այդ տեղը գտնում էր։ Անգլիան զարմանալիորեն թվում է, որ հակադարձ է վերածննդի ողջ մեխանիկային։ Անգլիան այսպես կոչված լրտեսների երկիր էր։ Թագուհին ուներ լրտեսներ, որոնք շրջում էին Անգլիայի բոլոր տեղերով, բոլոր կոմսություններով, գյուղակներով եւ խնամքով գրանցում էին, թե ինչ արեց որևէ մի քաղաքացի, որ քիչ թե շատ կապ ուներ գրի, գրականության, կրոնի, հասարակության եւ իհարկե կրթության հետ, որովհետև վերածնունդը եթե ծագում էր Իտալիայում այսպես գեղեցիկ, սպոնտան, հովանավորչական, փողային, ինչ որ մի անհասկանալի գծիկում, ապա Անգլիայում այդ վերածնունդը մտավ այնպիսի համակարգ, ինչպիսին կրոնն էր։ Այսինքն Անգլիայում մենք ունեցանք արդեն կրոնական ինստիտուտի ոչ թե պոետական ինտերպրետացիաներ, ինչպես դա անում է Դանթեն, ընկալելով դժոխքը իբրև վիճակ, ընկալելով խավարանն իբրև վիճակ եւ դրախտն իբրև վիճակ եւ ցույց տալով, թե ինչպես է մարդը ստեղծում իր անձնական աշխարհը։ Անգլիայի պետական հզոր համակարգում խնդիր կար վերածնունդը վիճակից դարձնել համակարգ։ Եվ ինչն էր տարբերությունը այն էր, որ եթե մենք սովորություն ունենք, որ համակարգը ստեղծում է մարդ, եւ մեր Հայաստանում մենք շատ սովոր ենք դրան, որ համակարգը պետք է ստեղծի մարդ եւ համակարգը ցավոք ստեղծում է մարդ, որը շատ պարագաներում անկատար են, չէ՞, ասենք մեր երկրում լավն են այն մարդիկ, ովքեր այս համակարգից դուրս են, ապա այնտեղ խնդիր կար, որ ոչ թե համակարգը ծներ մարդ, այլ մարդը ծներ համակարգ։ Համակարգը հիմնված լիներ մարդու վրա ու զարմանալի մի բան, հենց այդ պլանում լրտեսներից հետո կամ գուցե լրտեսներից առաջ չեմ կարող այդ հիերարխիան որոշել, թագավորից առաջ նույնիսկ եւ կրոնից առաջ միանշանակ մեծ դեր դարձյալ խաղում էին պոետները, որովհետև այն ինչ որ Պետրարկան անվանում էր պոետների կամայականություն կատակով եւ ասում էր որ պոետները եթե չլինեին հանգիստ կապրեր ողջ Իտալիան, ողջ Ֆլորենցիան եւ Պադուան հանգիստ կշրջեին, ապա այս պարագայում այդ միջավայրը եւ այդ դաշտը Շեքսպիրի օրոք նշանավորվեց երկու կարևոր դրույթներով, երկու կարևոր ֆենոմեններով։ Առաջինը պոետների պարտականությունների մասին աշխատությունն էր Սեյբիլի The Duty of Poets, ասում է պոետները ունեն ոչ թե ծլվալու միսիա, այլ նրանք ունեն պարտականություն։ Եվ այդ աշխատությունը քննարկվեց բազմիցս եւ պարզվեց, որ պոետի խնդիրը դա ծառայելն է։ Ինչին ծառայել։ Սիրուն։ Այսինքն պոետը պետք է ծառայի ոչ թե Աստծուն, ոչ թե պետությանը, ոչ թե որևէ այլ գլոբալ համակարգի, ոչ թե հայրենասիրությանը, պոետը պարտավոր է ծառայել սիրուն, ձերը իբրև մշակութաբանական ֆենոմեն, որ իր մեջ ներառում է գեղեցիկը, վեհը, հայրենասիրականը, ընդհանրապես գաղափարականը այն ամենը, ինչ վեր է կրոնից, ազգությունից, մարդուց, մարմնից եւ այլ եւ այլ։ Եվ ահա այստեղ մենք ունենում ենք խոշոր կոնֆլիկտ։ Եվ այդ մեծ կոնֆլիկտը պայմանավորված է ոչ միայն, ասենք, անգլիական պետության սպეციფიკայով, այլ նաեւ հենց շեքսպիրյան ընտանիքի սպეციფიკայով, որը Անգլիայի վերածննդի եւ հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչն է եւ շատ տիպական ներկայացուցիչ, դրա համար էլ հենց նրան են ընտրել իբրև մանիֆեստացիա։ Վերածննդի Անգլիայի իշխանությունը անցնում է Տյուդորներին,
Եվ այդ տյուդորների ընտանիքում արդեն, որոնք պարբերաբար գալիս էին եւ իշխում էին, կա խոշոր կրոնական կոնֆլիկտ, այսինքն մեկը կաթոլիկ է, մեկը բողոքական է եւ իրար հետ կռվում են կաթոլիկ եւ բողոքական կրոնները, երկուսն էլ քրիստոնեություն են։ Կռվում են ոչ թե, ասենք, այն նկատառումներով, որ կրոնն է ավելի մոտիկ օրթոդոքսալ հիմունքներին։ Ոչ, խնդիրը այն է գնում, թե որ կրոնը ավելի հասուն եւ կայուն կծառայի Անգլիայի պետականության կայացմանը, իսկ Անգլիայի պետականության կայացմանը իհարկե ծառայում է այն կրոնը, որը ավելի առաջադեմ է։ Եվ ահա այդ վայրի բերումները կաթոլիկ եւ բողոքական կրոնների դեմ արդեմ եւ կողքը կանգնելը ձևավորում են երկու բան, որ այսօր գոյատևում են Անգլիայում, ասենք ինչ որ կարելի ձևով կարելի ասել, որ Անգլիան ներկա պահին ամենավերածննդային, ամենահումանիստական եւ ամենամոդեռնիստական երկիրն է։ Քանզի հենց այդ կրոնների մեջ այդ խաղաղ գոյակցության հետ, իսկ որոշ ժամանակ այդ գոյակցությունը բավականին խաղաղ է։ Այդ կոնֆլիկտի մեջ սկսում է բարձրանալ Շեքսպիրը։ Սկսում է բարձրանալ Շեքսպիրը, որի մայրը հավատավոր կաթոլիկ է, որի հայրը հավատավոր կաթոլիկ է, աշխատում է, այսպես ասած, մեծ կարիերա է անում եւ լավ ունեցվածք է ստանում եւ գնում է բողոքական եկեղեցի, որի ողջ պատերը զարդարած են կաթոլիկ ֆրեսկաներով եւ բանաստեղծություններով եւ Շեքսպիրը կարդում է այդ ֆրեսկաների բանաստեղծությունները, ես ինքս անձամբ պատիվ եմ ունեցել այդ ֆրեսկաները կարդալ, որտեղ գրած է, որ երկրին մոտ ձգտողը, երկրին մոխրին ձգտողը ինքն էլ երկիր ու մոխիր կդառնա։ Ու դրա համար վերածնդի տեսանկյունից մի քիչ աբսուրդ սոնետը, դա 146 սոնետն է, որտեղ Շեքսպիրը գրում է, որ My poor soul, the center of my sinful earth, այսինքն իմ խեղճ հոգի, որ դու իմ մեղավոր տիեզերքի կենտրոնն ես, տվյալ պահին մեղավոր տիեզերքը մարմինն է։ Հիմա հիշենք հանկարծ վերածնդի մարմնի գովերքումները, հա, որ Դանթեից ինքը սկսում է, որ դա անխուսափելի մարմին է, հետո ինքը դառնում է հրաշալի մարմին, իսկ Անգլիայում մարմինը առնվազն օգտակար էր, այսինքն հաստատ մեղավոր չէր։ Եվ շարունակվում այդ սոնետը, որ should worms, the heritors of your excess, eat up thy charge, այսինքն արդյոք որդերն են ուտելու այդ մարմինը, that is my body's end, այսօք սա է մարմնի վերջը։ Եվ մենք հասկանում ենք, որ սա բնավ վերածնդային կոնցեպտ չի, որովհետև վերջում սոնետի վերջի երկու տողում հեղինակը կոչ է անում, որ պետք է մարմինը ավարտել եւ մարմնի ավարտման հետ վերջանում է նաեւ մահի ընդհանրապես կոնցեպտը, քանզի որ մարմինն է մահկանացու, ուրեմն եթե մարմնի վերջը տալիս ես, մահը հեռանում է, there will be no dying then, այսինքն վերջ, մարմինը մահացավ, մահի կոնցեպտը վերացավ։ Որտեղից այս միջնադարյան ֆորման, դա միջնադարյան պրոպագանդա է, դա այն է, որ հոգին պետք է ապրի մարմնի հաշվին, ինչի դեմ պայքարել է վերածնունդը եւ հանկարծ ահա ուշ վերածնդի մեջ Շեքսպիրը հանկարծ ասում է նման բան։ Եստեղ երկու բացատրություն կա, եթե կարդում ենք Շեքսպիրյան մանկության ֆրեսկաները, մենք տեսնում ենք, որ այդ սոնետը բառ առ բառ կրկնում է այդ ֆրեսկաների տեքստը, այսինքն ինքը ավելի ընդայնված, բայց գաղափարը նույնն է։ Ու հարց է առաջանում, միթե մեծ հումանիստ Շեքսպիրը այնուամենայնիվ այդ կաթոլիկ դաստիարակության հետևանքով ստեղծում է մի էկլեկտիկ աշխարհ, որի մեջ վերածննդի պոստուլատները դոմինանտ չեն։ Եվ ես ասում եմ ոչ, որովհետև Շեքսպիրին հենց այդ կրոնական ճեղքվածքը, այդ հասարակական ճեղքվածքը, նաև նրա քաղաքական ճեղքվածքները օգնեցին դառնալ
այն հեղինակը, որ մենք հիմա տեսնում ենք։ Եվ հենց այդ ճեղքվածքը քաղաքական, բողոքական, կաթոլիկ այդ միքսը կարող էր մի այլ հեղինակի, որը ավելի թույլ կլիներ, քան Շեքսպիրը, հիմնովին կործանել եւ խճճել հակասությունների մեջ, բայց Շեքսպիրը կարողացավ ձևավորել այդ բոլոր հակասություններից նոր վերածննդի դեմքը։ Եվ այդ պատճառով հիմա Շեքսպիրին յուրացնում են բոլորը։ Շեքսպիրին հանգիստ կարող է յուրացնել Նիցշեն, որովհետև նրա հերոսներից մեկը ասում է, Ռիչարդ II-ը հենց ասում է հետևյալը, ասում է. «Ինչ է խիղճը, ընդամենը մի բան, որ թույլերը ստեղծել են ուժեղներին վախի եւ թուլության մեջ պահելու համար»։ Եվ այդ նույն ֆրազը բառ առ բառ հետո կկրկնի Նիցշեն իր փիլիսոփայական երկերում, ասելով, որ հուդաքրիստոնեական մեխանիզմը ինքը պահում է մարդկային խիղճը որպես զենք ուժեղ մարդու դեմ, այդ Übermenschի հզոր եւ գեր մարդու դեմ։ Եվ էգզիստենցիալիզմը շատ հանգիստ կարող է նույնպես որդեգրել Շեքսպիրին, որովհետև Շեքսպիրի հերոսը այս անգամ Համլետը ասում է, որ Աստված տալիս է մեզ մի դեմք, իսկ հետևից մարդը ստեղծում է իր դեմքը։ Այսինքն սա էգզիստենցիալ մտածողության առաջնային պոստուլատն է, որ էությունը այնքան կարևոր չէ, ինչքան գոյությունը, որովհետև այդ Աստծո տված դեմքից հետո մենք սկսում ենք ձեռք բերել մեր դեմքը, այսինքն մենք սարքում ենք մեր դեմքը։ Տեսեք, եթե իտալական վերածննդի մեջ մարդը սարքում է իր աշխարհը, իր մտածողությունը, իր կերպարը, ապա Շեքսպիրի դեպքում ամենը կոնկրետանում է եւ մարդը սկսում է սարքել իրեն։ Այսինքն մարդու ողջ ուժերը, ջանքերը եւ ինչ ասեմ, նաեւ ստեղծագործական արվեստը ուղղված է ոչ թե նա, որ նա ստեղծի абստրակտ ինչ որ մի մարդու, այդպես նվիրվի հումանիզմին, ինչպես կասեին ֆրանսիացիները անժենեղալ, նա սկսում է սարքել հենց իրեն, իր սեփական եսը, my own self, ընդ որում այդ արտահայտությունը Շեքսպիրի մոտ կրկնվում է գրեթե բոլոր դրամաներում, գրեթե բոլոր խոսքերում, եւ երբ որ մարդը արդեն սկսում է կերտել ինքը իր սեփական եսը, այսինքն մարդու մեջ տեղադրվում է քրիստոնեության ամենակարևոր հոգեբանական ֆենոմեններից մեկը, ռեֆլեքսիան, ինքնագիտակցումը, նայեք, ոչ թե ինչպես հումանիզմի այլ տեղերում ինքնահիացումը, ինքնաանկալումը, ինքնապատկերումը, այլ ինքնագիտակցումը, ապա այստեղ այդ ինքնագիտակցման մեջ սկսվում է արդեն լաբորատորիա, այսինքն եթե նախկին վերածնունդը, իտալական վերածնունդը, ավելի վաղ վերածնունդը լաբորատորիան սկսել էր մարդու մարմնի ուսումնասիրությունից, մարդու առանձնահատկությունների ուսումնասիրությունից, ապա արդեն Շեքսպիրի ժամանակ սկսվում է լաբորատորիա, մարդու հոգու լաբորատորիան մարդկային ընկալմամբ։ Եվ իզուր չէ, որ Համլետը ասում է, աշխարհի ամենասքանչելի էակը մարդն, ասում է, այդքան անսպառ հնարավորություններով, այդքան լայն մտքով, այդքան ստեղծագործական ուժով կա արդյոք ավելի վերջնական արարած, ավելի կատարյալ արարած, քան մարդը։ Եթե հիշում եք 146 սոնետում Շեքսպիրը կոչ էր անում, որ մարդը վերացնի այդ մարմինը։ Այո, այստեղ մենք արդեն հասկանում ենք, որ մարմինը կարող է նաև զիջել ոչ թե հանուն հոգու, ինչպես Միջնադարյան փիլիսոփայությունների մեջ, այլ մարմինը զիջում է հանուն մարդու ստեղծագործ, ինչի գոյության, այ հենց այդտեղ էլ գալիս է այսպես կոչված համլետյան էգզիստենցիալիզմը, որի մասին շատ խոսում են, բայց հենց արմատների մեջ այդքան խորը չեն գնում, թե որտեղից է վերջի վերջո գալիս եւ ծագում այդ համլետյան էգզիստենցիալիզմը։ Մի անգամից Շեքսպիրը բոլորիս համոզում է, որ մենք վերադառնում ենք դեպի վերածնունդ, ու կարծես արձագանք է տալիս երկու դարաշրջանների մեջ,
արձագանք նրանով զարմանալի, որ դրանց բաժանում են ոչ միայն տարածքը, ասենք Պետրարկայի եւ Շեքսպիրյան, նաեւ դարերն են բաժանում, իսկ այն ժամանակ չկար այդքան մեծ մշակութային փոխանակություն, այո, կար ընթերցում եւ ինքը Շեքսպիրը իհարկե միանշանակ խիստ գրագետ մարդ էր, ինչքան էլ փորձեր լինեն նրան ներկայացնել այսպես, որ հասարակ ձեռնոցագործի տղա եկավ եւ նվաճեց Լոնդոնը, այդպիսի բան չկար այնտեղ, մեծ կրթական բազա կար, բայց եւ այնուամենայնիվ մենք տեսնում ենք մի մեսիջ Պետրարկայի եւ Շեքսպիրի մոտ, որը մի քիչ վախեցնելու չափ իդենտիկ է, վախեցնելու չափ նման է։ Պետրարկան իր նոթերից մեկում գրում է, ասում է, եւ կգա պահը, երբ խավարը կցրվի եւ մենք կհասնենք մտքի առավելագույն նախնական մաքրությանը եւ լույսին։ Դրան արձագանքում է Շեքսպիրը շատ ավելի անգլիական, շատ ավելի պրակտիկ եւ շատ ավելի ուշ վերածննդի համատեքստում։ Ասում է ես գնում եմ Լոնդոն։ Եթե հարց տան ինչու եմ ես գնում Լոնդոն, ապա ես բացատրում եմ։ Լոնդոնը մտքի արհեստանոց է։ London is the workhouse of thought։ Որում եթե այն ժամանակվա կոնտեքստում դատենք, thought-ը շատ ավելի լայն կոնցեպտ է, խոսքը գնում է ոչ թե հենց մտքի, այլ ամբողջ այդ փիլիսոփայական, կրոնական, դավանաբարական ացանցիալների եւ նաեւ քաղաքական ացանցիալների մասին, որի մեջ լողում է Շեքսպիրը։ Եվ էլի եւս մեսիջ, երբ որ Շեքսպիրը բողոքական դերասանների հետ, թագուհու դերասանների հետ թողնում եւ հեռանում է իր բնակավայրից գնում է դեպի Լոնդոն, այդ շրջիկ դերասանների կարգի վրա գրված էր աշխարհը բեմ է։ Եվ որ դա ասում են դա Շեքսպիրն է, դա բոլոր դերասանների դևիզն է, դա բոլոր դերասանների մոտտոն էր, բայց երբ որ Շեքսպիրը հիմնադրում է գլոբուսը, դրա մեջ ընդհանրապես մի ուղերձ կա բոլորին։ Եթե առաջ մարդը ստեղծում էր մարդկանց աշխարհ, հա, ուղղակի, հիմա մարդը իզորու է ստեղծել աշխարհ, որի մեջ բնակվում են բոլորը։ Մեկ սա արդեն դեմիուրգիական բան է, սա արդեն աստվածաբանական կոնցեպտ է։ Մարդը գնում է եւ ստեղծում է աշխարհ, որտեղ բնակվում են մարդիկ, որտեղ բնակվում են աստվածները, որտեղ բնակվում են էլֆերը, որտեղ բնակվում են, չգիտեմ, կենդանիները, եւ դա Շեքսպիրյան աշխարհն է, դա թատերական աշխարհն է, դա գլոբուսն է։ Մարդը աստված է։ Ասում եմ, եթե հիշում եք Գարգանտյուան վերցնում է զանգերը կախելով իր ձիու վզից, որովհետև ինքը ուղղակի իրան օգտակար է, որտեղ ինքը մարդ է եւ ինքը իրավունք ունի զանգ ունենալու, սա արդեն շատ ավելի լուրջ է։ Մարդը աստված է այն աստիճանի, որ Համլետը ասում է, որ չկա լավ կամ վատ բան։ Դա մտածմունքն է, որ սարքում է, այսինքն այն, որ մեր միտքը, մեր ստեղծագործ միտքը կարողանում է տեսնել իրերը լավ կամ վատ, այստեղից մենք հասկանում ենք, որ այս ուշ վերածննդի մարդը Շեքսպիրի ջանքերով այլևս որևէ տեղից հրահանգ չի ընդունելու։ Նա անելու է իր լավն ու վատը, նա ապավինելու է միայն իր մտքին։ London is a workhouse of thought, դա Լոնդոնը մտքի արհեստանոց է, thought makes the world, ես դա իմ կողմից եմ ավելացնում, ուրեմն միտքը սարքում է աշխարհ։